Չէ, իրավիճակը իրոք հրատապ է, քանզի այն ինչ տեղի է ունենում այսօր վաղ առավոտից եւ սկսել էր տեղի ունենալ նախորդող 2 օրերի ընթացքում, մեզ այլ ելք չէր թողնում, քան այս ձևաչափով լրատվամիջոցների հարգելի մեր գործընկերների միջնորդությամբ հանրության հետ շփվելու հնարավորություն ստեղծելու համար։ Խոսքը մասնավորապես վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին 2-3 օրերի ընթացքում կիրառող բառապաշարին, բառամթերքին եւ ընդհանրապես գործելավոճին։ Մենք ականատես ենք լինում, որ քաղաքական մրցապայքարի այս ժամանակահատվածում, քարոզարշավի այս ժամանակահատվածում, երբ տարբեր քաղաքական ուժեր այս օրերին լծված են իրենց նախընտրական ծրագիրը, իրենց գաղափարախոսությունը, երկրի զարգացման իրենց տեսլականը հանրությանը ներկայացնելով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ իր գլխավորած քաղաքական թիմը որդեգրել է մի քաղաքականություն, որտեղ չկա որևէ ծրագրային խոսք, որտեղ չկա որևէ առողջ քննադատություն, որտեղ կա բացառապես անընդունելի լեքսիկոն ու բառամթերք, անհավասարակշիռ պահվածք, քննադատություն, հաշվեհարդարի սպառնալիքներ, այդ թվում նաև ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ, ինչպես նաև պետական լծակները, անձնական հաշվեհարդարներ տեսնելու այդ մասով գործընթացներ։ Ասել, որ մեզ համար բացարձակ անընդունելի է այս պահվածքը, կնշանակի ոչինչ չասել։ Ես ուղղակի ուզում եմ մեր հայրենակիցների, մեր ազգաբնակչության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ որքան Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանը հանդես են գալիս հավասարակշռված, կառուցողական, ծրագրային դաշտում, նույնքան ոչ հավասարակշիռ է դառնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքը։ Ես իհարկե հասկանում եմ, որ քաղաքական շոուներ բեմադրելու եւ իրականացնելու մեծ փորձառություն ունեցող Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը լավագույնս տիրապետում են այս մանիպուլյացիաներին եւ այս տեխնոլոգիաներին։ Ես իհարկե հասկանում եմ, որ պիկապների վրա թռվռալով, որկրամոլության այսպես տեսարաններով հանդես գալու տեսանյութերը եւ այլն շատ ավելի մեծ դիտումներ են ապահովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, բայց ուզում եմ հորդորել փորձել համենայն դեպս վերադառնալ կառուցողականության դաշտ ու փորձել ներկայացնել գոնե գեթ մեկ ծրագիր, թե ինչ են իրենք առաջարկում երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար։ Այսօր վաղ առավոտից մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը սպառնում Գագիկ Ծառուկյանին, տարբեր որակավորումներ է տալիս, տարբեր այսպես գնահատականներ է հնչեցնում, որոնք կրկնում եմ, որ քաղաքական լեքսիկոնից մղոններով հեռու են, եւ մենք հասկանում ենք, որ այստեղ գործ ունենք ընդհանրապես պետական լծակները քաղաքական ընդդիմախոսների վրա ճնշում գործադրելուն ուղղված ընդհանրապես մի պարզունակ եւ պրիմիտիվ գործընթացի հետ։ Ես իհարկե շատ ցավում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իջել է այն մակարդակին, որ իր ելույթներում հղում է անում անհայտ ծագում ունեցող ինչ-որ տարօրինակ պարբերականի, որը նույնիսկ պարբերական կամ լրատվամիջոց կոչելը կլինի մեծ ճոխություն։ Ես իհարկե հասկանում եմ, որ The Insider-ին հղում անելու այսպես վարչապետի գործելավոճը ինչ նպատակ է հետապնդում։ Մենք շատ լավ համենայն դեպս գոնե թե այն մարդիկ, ովքեր նվազագույն առնչություն ունեն լրատվամիջոցների հետ աշխատանքի հետ, շատ լավ հասկանում ենք, թե նման հրապարակումները ինչպես են պատվիրվում, ինչպես են իրականություն դառնում, որպեսզի հետո հնարավորություն լինի նրանց հղում կատարելը։ Հիմա կուզեք զուտ մարզական հետաքրքրության համար առնվազն 24 ժամվա ընթացքում արտասահմանյան նման կալիբրի մեկ այլ լրատվամիջոցում օրինակ հրապարակում հայտնվի Նիկոլ Փաշինյանի անցյալի գործունեության թույլ տված սխալների ու մնացած խայտառակ փաստերի մասին, որոնցով որ աչքի է ընկնում Նիկոլ Փաշինյանը եւ իր ղեկավարած թիմը։ Սա ընդհանրապես ժամերի խնդիր է։ Բոլորը այս տեխնոլոգիաների մասին շատ լավ գիտեն, բայց եթե իրենց թույլ չեն տալիս առաջնորդվել այդ տեխնոլոգիաներից օգտվելու քաղաքականությամբ, դա ընդհանրապես
խոսում է մեր դաստիարակության, մեր կոռեկտության մասին։ Մենք ամեն անգամ խոսում ենք այն մասին, որ մենք մեզ թույլ չենք տալիս իջնել այս մակարդակին, մենք մեզ թույլ չենք տա խոսել այդ բառամթերքով եւ այդ խոսույթով, սակայն ամեն անգամ ցավալիորեն ականատես ենք լինում այն գործելավոճին, որը որ հանդես է գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ես այսօր լրահոսն էի թերթում եւ տարբեր քաղաքական ուժերի, այդ թվում նաեւ Բարգավաճ Հայաստանի Գագիկ Ծառուկյանի Քարոզ Արշավի մասնակցության վերնագրերն էի նայում, որ այս քաղաքական ուժը հանդիպում է ունենում այս համայնքում, այս մարզում, ներկայացնում է այս կամ այն ծրագրային կետը եւ Նիկոլ Փաշինյանի Քարոզ Արշավի այսպես լուսաբանման վերնագրերն էի նայում եւ պարզապես որպես նաեւ նախկին լրագրող իմ մոտ հետաքրքիր հարց է առաջանում։ Իհարկե, երբ վերնագիրը լինում է Նիկոլ Փաշինյանը խաշլամա է ուտում, Նիկոլ Փաշինյանը ցածկեց պիկապի վրա, Նիկոլ Փաշինյանը գորգորած այսինչի վրա, կարծում եմ, որ այստեղ համեմատականներն անցկացնելը առնվազն այսպես շատ պարզ տրամաբանության շարքից են։ Ինչ վերաբերվում է կոնկրետ Գագիկ Ծառուկյանի անձի հետ կապված Նիկոլ Փաշինյանի շեշտադրումներին, ում մասին է, ինչի մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը, երբ Գագիկ Ծառուկյանին մեղադրում է լրտեսության մեջ, ում քաղաքական թիմի անդամներն են պարբերաբար լրտես լինելու մեջ մեղադրվել ու դրա հետ կապված փաստեր են ներկայացվել։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամներից մի քանիսը վերջին ժամերի ընթացքում, այսպես համապատասխան SMS-ով թերևս ֆաս հրահանգը ստանալուց հետո լծվել են Գագիկ Ծառուկյանի առանձին հայտարարությունները մեկնաբանելու այսպես գործընթացին, նախ տղաներ եւ աղջիկներ, հորդորում եմ բոլորիդ կոլեկտիվ մեկ անգամ, այսպես թիմով, այնտեղ կան կոնկրետ անձինք, որոնցից մի քանիսը դեռ հանդես չեն եկել հայտարարությամբ, վստահաբար առաջիկա ժամերին հանդես կգան, բայց քանի որ մշտապես նույն սազանդարներն են ԿՊ-ից, այսպես արձագանքում կոնկրետ ընդդիմադիրների հայտարարություններին, ուզում եմ կոչ անել բոլոր այդ սազանդարներին, որպեսզի ավելորդ ժամանակը ոչ ձեր, ոչ էլ մերը վատեք, քանի որ ասելիքը հիմնականում նույնն է, անձնական բնույթի սպառնալիքներ, անձնական բնույթի վիրավորանքներ ու էժանագին խոսույթ։ Բոլորդ հավաքվեք մերկ վայրում ու միանգամից խմբով, այսպես համապատասխան դիրիժորի այսպես ժեստից հետո միանգամից սկսեք ձեր տեքստերը արտաբերել, պարոնայք եւ տիկնայք, որովհետեւ նույն բանը բոլորդ այսպես տարբեր ձևաչափերով, տարբեր հեռախոսով նկարված վիդեոների ձևաչափով ներկայացնում եք, իսկապես անհետաքրքիր եք դառնում։ Փորձեք գոնե գետ մեկ անգամ հետաքրքիր գտնվել, հա։ Մնացած ասելիքի մասով իմ գործընկերները թերևս կանդրադառնան, բայց կոնկրետ Արարատ ցեմենտի պետականացման հետ կապված, պետականացնելու գործընթացի հետ կապված, ընդ որում դատախազությունը արդեն րոպեներ անց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, սպառնալիքից րոպեներ անց, այսպես արդեն հանդես եկավ համապատասխան հայտարարություններով, մենք բնականաբար դրա իրավական մասով հետամուտ ենք լինելու եւ իմ գործընկերները եւս այդ հարցին կանդրադառնան, պարզապես իսկապես ցավալի է, որ մեր երկրում արկա հանցագործության բարձր ցուցանիշը, սարսափելի մեծ թմրամիջոցների շրջանառությունը, բոլոր այս տեսակի վտանգավոր ու արատավոր գործընթացներին հետամուտ լինելու, մեղավորներին գտնելու, պատժելու, բացահայտելու փոխարեն մեր երկրի իրավապահ համակարգը լծված է մեկ անձի այսպես ցուցումով, պատվերով համերգի տրամաբանության շրջանակներում իր գործընթացները կազմակերպելու այսպես գործելավոճն է որդեգրել։ Դրա համար շատ ցավում եմ։ Եվ հաշվի առնելով, որ վերջին ամիսներին, օրերին Նիկոլ Փաշինյանի մոտ այսպես անհագուրդ մոլուցք է առաջացել տարբեր տեսակի ձեռնարկությունների պետականացման, սեփականաշնորհման, այսպես աղքատներին, ծերերին հանձնելու, այսպես անհաղթահարելի ու բուռն ցանկություն է առաջացել, բնականաբար հետաքրքիր զուգադիպությամբ, հատկապես նախընտրական շրջանում։ Ես լրջագույն կասկածներ ու վախեր ունեմ, որ շատ շուտով նաև Հիսուս Քրիստոսի արձանը պետականացնելու ցանկություն է Նիկոլ Փաշինյանի մոտ առաջանալու, կամ ասենք օրինակի համար Հիսուս Քրիստոսի արձանը կալանավորելու, ձեռնաշղթաներ հագցնելու նման բուռն եւ անհաղթահարելի ցանկություն միգուցե ունենա Նիկոլ Փաշինյանը։ Ես որևէ դեպքում չեմ կարող կանխատեսել, թե
առաջիկա քայլերը որոնք կլինեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, բայց նախորոք զգուշացնում եմ, որ կարող է նաև նմանատիպ գործընթացներ սկսել, հաշվի առնելով, որ որևէ տրամաբանություն չկա Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական թիմի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Տարբեր տեսակի գնահատականներ քիչ առաջ նաև հնչեցին այն մասին, որ կոնկրետ 44-օրյա պատերազմի զոհերի հետ կապված, երբ հնչեցվում է ընդդիմության կողմից կամ Գագիկ Ծառուկյանի կողմից 5000 զոհերի մասին է այդ թիվն է հնչեցվում, այսպես ԿՊ-ական տարբեր կալիբրի մանր միջին խոշոր ներկայացուցիչներ, այսպես տարբեր գնահատականներ են հնչեցնում, թե թիվը մենք չափազանցնում ենք եւ մենք այսպես արհեստականորեն ենք այդ թիվը չափազանցնում։ Հարգելի ԿՊ-ականներ, դուք միակն էիք ձեր վարչապետի գլխավորությամբ, որ 44-օրյա պատերազմի զոհերի մասին խոսելիս խոսում էիք պլյուս մինուս 50-100 հոգի։ Դուք միակն էիք, որ զոհերը ձեր համար ընդամենը քանակ էին, որոնց չափում էիք պլյուսով կամ մինուսով։ Մենք երբևէ այդ գործելավոճով հանդես չենք եկել, մեր համար մշտապես կարևոր է եղել ցանկացած մեր զոհի կյանք, մենք երբևէ, սա այն թեման չի, որի շրջանակներում կարողանան այսպես մարդիկ ինչ-որ արհեստականություն մտցնել։ Կրկնում եմ, դուք միակն եք եղել ձեր քաղաքական թիմը, ձեր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որ զոհերի մասին ազգային ժողովի ամբիոնից խոսել եք պլյուս մինուսով, պլյուս մինուս 50 զոհ, պլյուս մինուս 100 զոհ։ Մենք երբեք դա չենք արել եւ չենք էլ անելու։ Իմ ասելիքը թերևս այս պահին այսքանն էր, սիրով ուզում եմ խոսքը փոխանցել իմ գործընկերներից արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանին եւ այնուհետ հաջորդաբար մեր բոլոր գործընկերները կանդրադառնան այս օրերին տիրող իրավիճակին եւ գնահատականներ կհնչեցնեն քաղաքական, իրավական, բարոյական բոլոր